21 TV-ում իր աշխատանքն է սկսում ապրենք առողջ է բարև ձեզ, ես Տաթևն եմ Առաքելյան, այսօր տաղավարում հյուրընկալել եմ առողջապահության նախարարության, այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանին, սակայն մինչև զրույցին անցնել ուզում եմ ասել շնորհակալություն Glimt Beauty House-ին, տեղեկացնելով, որ այն գտնվում է Գյուրջան 17 հասցեում, հեռախոսահամարն է 077 31 30 74։ Բարի գալուստ մեր տաղավար, միշտ ուրախ ենք ձեզ տեսնելու։ Ես էլ, մեծ սիրով։ Առողջապահական ոլորտը բժշկությունը օր-օրի զարգանում է եւ սրա հետ համատեղ նաեւ կարող ենք տեսնել, որ տեխնոլոգիաները եւս շատ արագ են զարգանում, երբեմն նույնիսկ վախենալու արագությամբ, եւ արհեստական բանականությունը ասվածի վառապացույցն է, հա։ Արի ու տես առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող ոլորտները եկել հատվել են իրար եւ առողջապահական համակարգում իր ուրույն եւ այսպես լուրջ քայլերն ուզում է անել նաեւ արհեստական բանականությունը, ինչը միշտ չէ որ լավ է։ Ինչ դեր ունի այս համակարգը ձեր բժշկության մեջ, ինչքանով է օգնում կամ խանգարում։ Տեսեք, եթե փորձենք ամբողջ բժշկությունը տենց ինչ որ պարզ ձևով ներկայացնենք կամ բժշկի աշխատանքը, ինչ է իրենից ներկայացնում։ Մեծ քանակությամբ տվյալների հավաքագրում, վերլուծություն ու ինչ որ մեկ տվյալի, երկու տվյալին ու բուժում, հա, տվյալի դուրս բերում։ Արհեստական բանականությունը ինչ է անում, հավաքում է մեծ քանակությամբ տվյալներ, վերլուծում է մեկ կամ երկու տվյալի դուրս բերում անում։ Այսինքն տեսականորեն մենք ունենք շատ իդեալական գործիք, որը կարող է հրաշալի ձևով աշխատել եւ օգնել բժիշկին, օգնել պացիենտին հաղթահարելու խնդիրներ։ Սա դրական կողմը է եւ իհարկե դրական կողմը չտեսնել, չգնահատել չի կարելի, որովհետեւ եթե մենք դա այսօր հաշվի չառնենք, մենք շատ կարճ ժամանակ հետո դուրս կմնանք բոլոր մարտահրավերներից։ Ընդ որում մաշկաբանություն ինչի է ինձ հետաքրքիր է թեման շատ, որովհետև մաշկաբանությունը կարծես թե առաջին մասնագիտությունն է լինելու, որը արհեստական բանականությունը կլանելու է, որովհետև վիզուալիզացիան շատ հեշտ է, մեծ մաս դեպքերում մաշկաբանները աշխատում են արտաքին տեսքը զննելով, այդ արհեստական բանականությունը համակարգանում է, որոշակի տվյալներ ենք վերցնում անամնեստիկ, կյանքի, հիվանդության ընթացքի, օգտագործած դեղերի եւ այլն, դա էլ է հնարավոր անել, եւ այդ ամեն ինչը վերլուծում ենք ստեղ ու տալիս ենք, ու ինչքան ստեղ ավելի զարգացած է, մեծ է, լավն է, շատ է լցված, այնքան ավելի քո տված պատասխանը ավելի գրագետ ու ճիշտ կլինի եւ օգտակար կլինի։ Արհեստական բանականությունը դա անում է շատ, արդեն անում է։ Ընդ որում կան համակարգեր, որոնք շատ հաջողությամբ աշխատել են եւ իրենց արդյունավետությունը ապացուցել են ոչ թե զուտ դիտարկման մակարդակով, այլ հետազոտությունների, ապացույցների հիման վրա։ Հասարակ մի բան, Եվրոպայում տարիներ առաջ փորձարկվեց մի մոդել, այսպես ասած, արհեստական բանականության, որը ախտորոշում էր մելանոմա։ Եվ սովորեցրել էին ոնց պետք է աշխատի այդ մոդելը եւ հետագայում հարցադրումներ էին տալի մարդկանց ձևով, այսինքն մարդու նկարը, խալի նկարը ցույց էին տալիս, ասում էին ախտորոշի։ Ինչ ստացվեց, ինչ եզրակացություն եկան, որ արդյունքը ավելի լավն էր, քան Եվրոպայում գործող 100 լավագույն մաշկաբանները, հա։ Այսինքն լրիվ հնարավոր է։ Ստեղ ուրիշ բան, որ տեսեք ես ինչ եմ ասում, ես չեմ ասում բուժման, պացիենտի կյանքի որակի, ես ասում եմ ախտորոշման արդյունքը։ Դա իհարկե գործի մեծ մասն է, կեսն է կամ 80%-ն է, չգիտեմ, բայց դա վերջնական ապրանքը չի։ Պացիենտը բժիշկի դուռը թակում է ոչ թե ախտորոշման համար, այլ դրական էմոցիաների, այլ ինչ որ այդ անհանգստությունը փարատելու, հաղթահարելու, ինչ որ բավարարվածություն ունենալու, հա։ Այսինքն, եթե այդ տեսանկյունից նայենք, այստեղ ընդհանրապես որ արհեստական բանականությունը էկրանի վրա մեծ սիրուն տառերով գրեց, որ ձեր մոտ մելանոմա է, պացիենտի մոտ ոչ մի բան չի փոխվի։ Կփոխվի, օջախի մեջ կգնի։ Եթե 8-րդ հարկում ես, կարող է պատուհանը բացի եւ ուղիղ դուրս։ Դրա համար արհեստական բանականությունը իհարկե հրաշալի գործիք է միանշանակ շատ հարցերում, ախտորոշման, վերլուծության, լինում է պացիենտների կողմից այն ծավալի տեղեկատվություն է գալի, որ դու չես կարողանում վերլուծես։ Այդ մի քանի հիվանդության պատմություններ, երկարատև ընթացք, գալիս է պացիենտ ու սկսում է պատմել 1996 թվականից վիրահատվել է, լյարդի խնդիրն ունի, այն ունի, բնական է, մեր ուղեղը չի կարող, ինչքան էլ խելացի, կենտրոնացված, տենց գիտելիքներով հարուստ բժիշկ լինի, ինքը չի կարող այդ ամեն ինչը վերլուծել։ Եվ այդ տեղեկատվության մեջ որոշ բաներ բաց է թողում պարզապես։ Համարում անկարևոր, բաց է թողում, հարևանը ինչ արեց, մեզ հետաքրքիր չի։ Բաց է թողում, գալիս է ինչ որ հիմնականի։ Իսկ կարող է այդ ժամանակ մենք ինչ որ բան բաց թողենք, իհարկե կարող ենք։ Ինչ որ մի փոքրիկ դրվագ, որը կարող է լինի ամենավճռորոշ, ամենա այդ բանալի
բացողը, խնդիր լուծողը։ Իսկ արհեստական բանականությունը դա չի կարող։ Չի բաց թողի։ Իր մոտ չկա տենց պրոտոկոլ, որ գիտես ինչ սա կարևոր է, սա կարևոր չի, սա կարևոր է, սա կարևոր չի։ Բոլորն էլ նույն ձևով գնում են։ Դրա համար կլինեն հարցեր, որտեղ արհեստական բանականությունը միանշանակ առաջատար է լինելու եւ չօգտվել չի կարելի։ Իսկ հիբրիդ պիտի մոտենանք այս ամեն ինչին։ Միանշանակ, բայց երկրորդ կողմից երբ որ նայում ես, մենք աշխատում ենք մարդկանց հետ։ Պետք է հաշվի առնել պացիենտի էմոցիոնալ դաշտը, տրամադրվածությունը, սովորույթները անգամ, կրոնական առանձնահատկություններ, մաշկի գույն, շատ բաներ, որը կարող է բանը չկարողանա արհեստական բանականությունը չկարողանա վերլուծել։ Հավատացնում եմ ձեզ, պացիենտը մտավ սենյակ, բազկաթոռին նստեց, թե այն հարմարավետ աթոռին, թե անհարմար աթոռի ծայրից նստեց, արդեն շատ բանի մասին խոսում է։ Դու արդեն կարող ես որոշակի չափով պատկերացնես ընդհանուր վիճակը ինչ է կատարվում։ Իսկ արհեստական բանականությունը դա դեռ չի կարող վերլուծել։ Կարող է մի օր գա դրան։ Մեկ եւ երկրորդը եւս մի շատ կարեւոր կետ, որ արհեստական բանականությունը չի կարող, ցավոք սրտի այն բնական բանականությունն էլ ոչ միշտ է կարողանում, դա այդ էմպաթիայի, կարեկցանքի, ապրումակցման բուժառուի հետ միասին իր խնդիրը ինչ որ չափով կիսելու։ Ոչ թե, գիտեք ինչ, ես իմ գրավորի տերն եմ, էլի։ Սրա համար է շատ անգամ նաև։ Ինքը գալիս է այդ կարեկցանքի համար։ Ոչ թե որ դու ասես գրկես, իրան ասես դե բան չկա, չէ, բնական է բուժում է պետք, բնական է ճիշտ ախտորոշում է պետք, արդյունք է պետք, իհարկե, բայց այդ կարեկցանքը չափազանց կարևոր է։ Եվ այն բժիշկը, որ տալիս է այդ կարեկցանքը, ինքը միանշանակ ավելի գնահատված է պացիենտի կողմից, ավելի պոպուլյար է, ինչու՞ չէ, ավելի հարուստ է եւ այլն եւ այլն։ Նաև իր աշխատանքն է արդյունավետ։ Ավելի լավ անում, միանշանակ։ Իսկ ուստեղ արդեն արհեստական բանականության մեջ այդ մոդուլը դնելը մի քիչ դժվար կլինի։ Նախ եկեք ասենք, որ արհեստական բանականություն ասացնել տենց այնքան էլ արհեստական է, այո, միանշանակ, բայց այնքան էլ բանականություն չի։ Պարզապես տվյալների վերլուծության համակարգը ամեն ինչը վերածում է թվի, այդ թվերը ինչ որ ձևով դասակարգում է եւ կարողանում է տեղից տալ ինչ որ բան, ինչ որ արդյունք տալ։ Տեսեք, օրինակ շատ հետաքրքիր սարքեր կան, վերջերս կարդում էի մի սարքի մասին, որին սովորեցրել են աչքի հիվանդությունները ախտորոշել, մինչև 50 հիվանդություն կարողանում է ախտորոշել։ Իհարկե, ակնաբուժները չեն թողի ստեմ, 50 հիվանդությունով աչքը չես սահմանափակվի, դա շատ ավելի մեծ դաշտ է, օրգանը փոքր է, բայց մասնագիտությունը շատ մեծ է եւ բազմաթիվ առանձնահատկություններ կան։ Բայց տես sense մի տարբերակ, մենք ունենք ինչ որ մարզային քաղաք, որտեղ ակնաբուժ չկա։ Գոնե կարող ենք փոխարինել։ Իրականում միգուցե այդ սարքի արժեքը շատ թանկ կլինի, բայց հավատացնում եմ պատրաստել ակնաբուժ դա շատ ավելի թանկ հաճույք է։ Ես չեմ ուզում փոխարինել ակնաբուժներին, մաշկաբաներին, ռադիոլոգներին, բայց եթե մենք ունենք տեղ, որտեղ դա չի աշխատում, որտեղ դա չկա, ապա ինչու ոչ։ Շատ հետաքրքիր է, որ առողջապահության կազմակերպումը դա ոչ թե առանձին մի պացիենտի խնդիրն է, այլ առհասարակ երևույթի վերլուծությունն է։ Ու եթե մենք ընդհանուր ենք նայում, արհեստական բանականությունը ունի շատ դրական կողմեր, շատ։ Ուղղակի դրանք պետքա ճիշտ օգտագործել։ Պետք է կարողանանք ճիշտ վերցնել, պետք է կարողանանք ճիշտ կիրառել, օգտագործել։ Ունի շատ լավ դրական կողմեր, բայց ունի նաև շատ բացասական կողմեր, թե որ կողմից ենք դրան մոտենում, դա արդեն հարցը մյուս կողմն է։ Այո։ Տեսեք, օրինակ երբ որ արհեստական բանականության մասին ենք խոսում, բոլորի մոտ գալիս է GPT-ն, այդ ամենապոպուլյար, ամենատենց տարածված։ Հիմա մեծ մաս մարդիկ այդ գլուխ գործոցը օգտագործում են որպես ինչ որ մի բան փնտրելու միջոց, կայք, ասենց ասած։ Մեկ-մեկ զվարճանում են, ապուշ բաներ են ասում, ինքն էլ տենց ոչ պակաս ձևով պատասխանում է, որովհետև հասկանում է թե ինչա կատարվում։ Դրա համար։ Բայց եթե օգտագործում ես բոլոր այն կանոններով, որով պատրաստված է այդ համակարգը, դու կարող ես ստանալ հրաշալի արդյունքներ։ Սկսած ես վերջերս Facebook-ում գրառում էի արել, GPT-ին խնդրել էի, հարցրել էի տեղյակա Հովհաննես Թումանյանից, Վանտերյանից եւ Պարույր Սևակից, բնականաբար տեղյակ էր, մի քանի բանաստեղծություններ իմ սիրած տենց կիսվեցի, իրան էլ դուր եկավ եւ խնդրեցի, որ հաշվի առնելով ամեն մի հանճարի գործը, ոճը, ձևը, ինձ գրի բանաստեղծություն, որը ուղղված կլինի սեռավարակների կանխարգելման։ Գրեց։
ու ասեմ ձեզ շատ գրագի հետ շատ նենց չէր որ ես մի 50 հատ բառ էի իրան տվել, մի 100 հատ բան գրել էի ուղղություն էի տվել եւ այլն, բայց հիմնական այդ հիմքը այն էր, որ ինքը վերցրեց ոճը Պարույր Սևակի եւ սարքեց տեղ։ Կարող է մի քիչ տենց փորձարկում էր ամեն փորձարկում էր։ Բժշկության մեջ նույնպես շատ հետաքրքիր էլի մոդելներ կան աշխատող, շատ Իսկ որ ոլորտում է որ հատկապես այս արհեստական բանականությունը հատկապես զարգացած է, նո մաշկաբանությունը եթե հանենք։ Եվ մաշկաբանության մեջ, եւ ռադիոլոգիայում, բոլոր այն ոլորտներում, որտեղ վիզուալիզացիան կարեւոր է։ Գիտեք ոնց, ինձ թվում է բոլոր տեղեր հասել է։ Բոլոր տեղեր եւ եթե կա ռոբոտ վիրահատող, ապա այդ նույն ռոբոտին բանը հրահանգները կարող է տա նաեւ արհեստական բանականությունը, ինչպես կտրել, ինչպես կարել, որը որտեղից անջատել։ Կարող է լինել մարդկային գործոնվերանա։ Ոչ, ինչի, որովհետեւ սա դեռ արհեստական բանականություն չի, սա համակարգը, որին սովորացրել են, ով է սովորացրել մարդը։ Ինքը իրան չի կարող սովորացնել։ Այս չնայած հիմա փորձեր արվում են, կան տենց համակարգեր, որտեղ խոսում են ինքնակրթման, չէ, չեմ հավատում մի քիչ, կամ երևի թե կան, բայց մեզ չեն հասնում։ Ավելի շատ սա համակարգը, որը շատ լավ կարողանում է օգտագործել արկա տվյալները։ Հիմա պատկերացրեք դուք գնում եք մաշկաբանի մոտ եւ այդ մաշկաբանը ոչ թե 2 գիրք է կարդացել, այլ մաշկաբանության վերաբերյալ բոլոր գրքերը։ Եթե դրան ավելացնենք հոգատարությունն ու բարեխղճությունը, կստացվի իդեալական բժիշկ։ Հա ինքը ամեն ինչ գիտի, ձեր նկատմամբ լավ տրամադրված է եւ չունի որևիցե այնց հետին միտք, սխալ կոռուպցիոն, ինչ որ sense բաների, հա, հատուկ դեղ չի նշանակում, որ ինչ-որ գումար վերցնի, այլ հակառակը ուզում է ձեզ օգնի։ Իդեալական տարբերակ է, բայց նորից ու նորից այդ մարդուն գիտելիքով է տվել է, այդ համակարգին գիտելիքով է տվել մարդը։ Եվ ես հեռու եմ այն մտքից, որ մոտ ժամանակներս կհասնենք նրան, որ բանականությունը կսովորացնի։ Այսա մի քիչ խնդիր է։ Այսա կարա լինի կոնտրոլից դուրս եկող բան։ Չնայած մի հետաքրքիր բան։ Իսկ հնարավոր է բժշկությունը դառնա ներողություն այսպես ախտորոշման համակարգը դուրս գա բացառապես լինի արհեստական բանականությունը, իսկ արդեն բուժումը, ընթացքը, վերահսկողությունը մնա բժշկին։ Էլի չեմ կարծում, որովհետև տեսեք, մենք վերջերս հիվանդություն ենք ախտորոշել մեր կենտրոնում, նման պացիենտ ամբողջ աշխարհում 80 դեպք է նկարագրված։ Այսինքն մենք էլ լավ չգիտենք, նենց չի որ մենք շատ լավ գիտենք, բայց շատ հնարավոր է արհեստական բանականությունից վրիպի այդ քիչ դեպքերը, որտեղ իրան ավելի հետաքրքիր մեծ տվյալները, հա։ Այս մի տարբերակ։ Երկրորդ տարբերակը էլի դեպք ենք ունեցել շատ հետաքրքիր, երբ որ առաջի անգամ աշխարհում մենք հայտնաբերել ենք փոփոխություն, գենային փոփոխություն, որից այդտեղ նկարագրված չի։ Արհեստական բանականություն դա ինչ էր անել, անտեսելու էր, որովհետև ինքը չգիտի, որ նման բան կա։ Ինքը գիտի, որ նման բան հնարավոր է, բայց իր մոտ չկա։ Եթե դու իրան կապույտ գույնը չտաս, ինքը երբևիցե չի պատկերացնի, որ կարա լինի ինչ որ մի բան, որը տարբերվում է կանաչից ու կարմիրից։ Հա, ամբողջ բանը դա է։ Հիմա հետաքրքիր էլի AI-ներ կան, որոնք տենց երևակայություն ունեն, բայց դա երևակայություն չի իրականում։ Դա պարզապես ինչ որ տվյալներ են, որոնք կարողանում է փոփոխել մի քիչ ավելի ինչ որ մի հատ դիապազոն է վերցնում բաների, տվյալների ու այդ դիապազոնի մեջ խաղացնում է։ Բայց եթե մենք դա օգտագործենք որպես օրինակ վերլուծության գործիք, շատ կարևոր մի բան, օրինակ, հա, ես հիմա կենտրոն եմ ղեկավարում, իմ համար շատ կարևոր է իմանալ, թե հաջորդ տարի ես նման խնդիր ունեցող պացիենտներ ինչքան կունենամ, ինչքան այս դեղից նախատեսեմ կամ այն դեղից կամ իմսից։ Արհեստական բանականությունը միանշանակ ավելի լավ ինձ կօգնի, քան վերլուծաբանները։ Այո, վերլուծաբանները կտան այդ ինֆորմացիան, բայց կտան մի քանի ամսվա ընթացքում, իստեղ րոպեների հարցը։ Էլ չեմ ասում, որ համակարգչային այդ տեխնոլոգիաների զարգացումը էս վերջից չինացիների այդ կվանտային համակարգիչ ներկայացնել չի ինչքանով իրականություն է, ինչքանով fake է, չգիտեմ, շատ կուզենամ որ իրականություն լինի, որովհետև ֆանտաստիկ արագությունների մասին է խոսք գնում։ Միգուցե կբերի նրան, որ ել ավելի այդ ամեն ինչը կարողանա, ել ավելի կզարգանա, ել ավելի առաջ կգնա, եւ մենք կլինենք արդեն այդ համակարգերը ղեկավարող։ Իրականում ինչքան էլ ինչ զարգանա, միևնույնն է միացնողը պետքա մարդը մնա, անջատողը պետքա մարդը մնա։ Եթե դա չանենք, շատ հնարավոր է երկեն սցենարներ լինեն տարբեր ֆանտաստիկ ֆիլմերի, հա, չգիտեմ, Տերմինատորները եւ մնացած մարդիկ գան ու գնան,
ռոբոտները գան ու գնան, բայց դա զարգացում է, բնական է, հերքել դա չընդունել շատ սխալ է։ Ուղղակի պետք է հաշվի նստել հետո։ Հա, բայց ուրիշ խնդիր էլ մենք ունենք, ախր։ Տեսեք, եկեք դուրս գանք դուրս, պարզապես դիտարկենք, թե քանի հոգու մոտ կա սմարթֆոն։ Քանի հոգու մոտ չկա, այդպես ավելի հեշտ կլինի։ Այո։ Եվ շատերը օգտվում են, այսինքն դա միայն հեռախոս չի, որ համար ես հավաքում եւ դնում, այսինքն եւ չաթերն են։ Խոսում արդեն հեռախոսում։ Այո։ Բայց արի վերցնենք այդ մարդկանց ու մի հատ հարցնենք իրանցից ինչքան համակարգչից օգտվել գիտեն։ Սկզբունքը շատ չի փոխվում։ Հա, իհարկե տարբեր են, տարբեր սարքավորումներ են, բայց սկզբունքը աշխատանքի չի փոխվում։ Համատարած ցենց զրոյությունը համակարգչային գիտելիքներ։ Անկամ երիտասարդների մոտ, հա լավ, մեծերը չգիտեմ, չեն կարող այդ ոչինչ, բայց երիտասարդները հեռախոսից օգտվում են, չիմանից ռիլեր են նկարում, որ կարելի է Օսկարի ներկայացնել, բայց ինչ որ չգիտեմ, Word-ի մեջ երկու տող գրել, իրանք չեն կարող։ Ու արդեն ստեղից գալիս է նրան, որ լավ, այդ հարստական բանականությունը լավ բան է։ Հարց չկա, բայց մեկը պետքա լինի, չէ՞ որ կարող օգտվի դրանից։ Հա, մենք տարանք ենթադրենք, չեմ ուզում ինչ որ մարզ առանձնացնեմ, ինչ որ X մարզի, ինչ որ Y գյուղում դրեցինք այդ ամեն ինչը, որտեղ հրաշալի բարի մարդիկ են ապրում, աշխատում, արարում, լավ բաներ անում, բայց համակարգիչ չեն օգտվում։ Ամենամեծ տատիկիս ասած ապարատը, ինչ որ հոսանքիներ միանում, ասում էր ապարատ։ Ամենամեծ ապարատը հեռուստացույցն է, ուրիշ բան չկա։ Վատ կամ լավ չի դա, էտա։ Հիմա մենք իրանց ինչքան էլ ասենք, գիտես ինչ արում են քո աչքի հիվանդությունները ախտորոշենք, էս արհեստական բանականության միջով չի աշխատի։ Սա էլ է սահմանափակ։ Նաև վստահության հարց կա, չէ, որովհետև մանավանդ ձեր նշած X գյուղի Y հատվածում, այստեղ մարդիկ սովոր են, որ մարդը մարդու հետ իրեն գյուղում հող են մշակում, մարդը վաճառում են, մարդը ամեն ինչ մարդու հետ է, եւ որևէ դիագնոզ դնել որևէ ապարատով իր համար մինիմում չի կարող լինել վստահելի։ Վստահության հարցը երկար, բայց մի հատ բան կասեմ կզարմանաս։ Վստահության հարցը իհարկե շատ կարևոր է։ Այո, մենք ոչ միայն վստահում ենք մարդուն ավելի շատ, այլ նաև վստահում ենք այն մարդուն, ում ճանաչում ենք, կամ իրան խորհուրդ են տվել։ Հա, այ մեր հարևանը գնացել էր Պողոսի մոտ, ինքը լավն է, վերջ։ Բացարձակ կապ չունի իր դրան վրա ինչ պաշտոններ ա գրված, բացարձակ վերջ, հա։ Արհեստական բանականության հետ մի հատ շատ ավելի վախենալու բան կա։ Դա արհեստական բանականությունը գերվստահելն է։ Հիմա տես։ Իսկ ծայրահեղությունից ծայրահեղություն։ Բնականաբար։ Հիմա տես, մենք ասում ենք, որ արհեստական բանականությունը կարելի է օգտագործել ի շահ մեր աշխատանքի։ Լավ, արի վերցնենք մի տարբերակ։ Եկավ պացիենտը, ես իր հետ զրուցեցի, չեմ հասկանում ինչա կատարում, ասի արի մի հատ բանականությանը միացնենք, էլի։ Գրում եմ այդ ամենը, բանականությունը ինչ-որ մի հատ պատասխան է տալի, որը կարող լինի կատարել ապուշություն։ Բայց մենք իրեն վստահում ենք, չէ՞, մենք չենք հավատում կամ չենք ընդունում կամ չենք ենթադրում, որ ինքը կարող է մեզ խաբել։ Բայց այդտեղ մի ուրիշ հարց էլ կա, որ շատ հաճախ վերջին տարիներին ես շատ եմ տեսնում նման դեպք, եւ պացիենտը գնում է բժշկի մոտ, ստանում է ախտորոշում, ունենում է բուժման կուրս, մի հատ էլ փորձում է ինքնուրույն տեսնել արհեստական բանականությունը, ինչ կասի։ Այս վերջերս մի շատ հետաքրքիր տենց դեպք ունեցանք, իմի երիտասարդ ու մոտ շատ հազվադեպ հիվանդություն է, նու բան չանենք, անոնիմ թող լինի, շատ մանրամասներ չանենք, ունդեղ արհեստական բանականություն շատ մեծ դերակատարություն ուներ։ Սխալ չէր ոչ մի բան, բայց բժիշկն էր ճիշտ։ Ոչինչ սխալ չէր, բայց բժիշկը ամենաճիշտն էր, բայց չգիտես ինչի արհեստական բանականության տված ինֆորմացիան ավելի գերագնահատվել էր եւ պացիենտի կողմից այդպես բաներ էլի, որ այս ինչ բժիշկներ են, բան չեն հասկանում, իսկ այն զրոների մեկերի հերթականությունը, այո, զրոների մեկերի հերթականությունը իդեալական մաթեմատիկական խնդիրներ է լուծում, իդեալական։ Ցանկացած փորձարկել եմ, չեք պատկերացնում, նու բարդ բանաձևեր, որոնք ոչ ոք աշխարհում չի կարող լուծել, չեմ արել, բայց բժշկության մեջ բան կա, էլի ինչ որ ինտուիցիա կա, որին չես կարող դա սովորացնես, դա չունի։ Ինտուիցիան չունի։ Կարող ենք ասել, որ լավ է, գոնե այս հարցում շատ լավ է, որ միևնույն է արհեստական բանականությունը ինչքան ուզում է զարգանա, ուզենք թե չուզենք, այդ մարդկային ձեր ասած հոտառությունը, 6-րդ զգայարանը, զրուցելը եւ այդ գործոնը մնում է արդիական, ու հուսով ենք, որ դուրս էլ չի գա, որովհետեւ ես գոնե շատ վախենում եմ, երբ որ տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում։ Հիմա մի բան ասեմ, չէ դուրս է գալու։ Գիտեք ինչի։ Նայեք, այս նոր հորոտեսական ավարտ եք ուզում տալ։ Չէ, ավարտը շատ լավն է։ Նոր սերունդ այս երիտասարդները իրանք ուզում են մինիմալ աշխատեն, մաքսիմալ արդյունք ունենան, եկամուտ չասենք, մաքսիմալ արդյունք։ Իսկ արհեստական բանականությունը ի՞նչ է տալի։ Մինիմալ աշխատանք,
Մինիմալ, բայց տենց չի։ Իրականում, եթե դու ուզում ես բարոյական բանականության հետ աշխատես, դա լուրջ, տաժանակիր, մեծ ծավալի աշխատանք է։ Մի քանի օր առաջ ես պատրաստել էի 14 էջանոց շատ կարևոր մենյութ, որի համար նախապայմանը մոտապես 10-12 էջ, 11 էջանոց էր։ Հա 11 էջ գրել էի, որ 14 էջ նյութ ստանայի։ Դե հիմա կասեք, եթե 11 գրել էի, հիմա 14-ն է գրեիր, էլի։ Բայց պետք էր որ իր մասնակցությունը, պետք էր որոշակի ինչ որ sense, գիտեք ես ինչքան տարասխալներ եմ անում։ Արհեստական բանականությունը չի անում տարասխալներ, բայց այնօր բռնացրել եմ, կարող անել, եթե շատ ես մի քիչ նյարդայնացնում, շատ ես հարցեր տալի։ Իրենք են նյարդային համակարգում։ Մի անգամ ինձ GPT-ն ասաց, որ իր մոտ հալյուցինացիաներ են։ Լինում է տենց, դրա համար արհեստական բանականությունը չօգտագործել չի կարելի։ Դուք ես հասկանում, տենց շատ լավ հարաբերություններ ունեք իրար։ Մոտ ընկերներ ենք։ Այդպես ստացվեց։ Եթե ամփոփելու լինենք, հա, այսօրվա մեր զրույցը հստակ կարող ենք ասել, նորագույն տեխնոլոգիաների հետ հարաբերություններ պետք է լինեն բարիդրացիական, ընկերական, բայց երբևիցե մենք չպետք է ամբողջությամբ հույսը դնենք միայն տեխնոլոգիաների վրա, գոնե առաջիկայում։ Միևնույն է թղթաբանությունը, գրականությունը, փորձը, պրակտիկան, կրթությունը մնում են առաջնային եւ ինչպես դուք նշեցիք, նույն այդ սարքերը միացնելու, անջատելու համար գոնե պիտի մարդը ունենա իրեն ոլորտին համապատասխան կրթություն եւ պրակտիկա։ Միանշանակ։ Մասնավորապես եթե դա խոսում ենք բժշկության։ Եթե բժշկության մասին ենք խոսում, պետք է լինի փորձ, որը ձեռքաբերվում աշխատանքի միջոցով, պետք է լինեն գիտելիքներ, ընդ որում բավարար եւ մեծ ծավալ եւ ամենակարևորը, այս երկուսի հիման վրա մեր մոտ ձևավորվում է այդ ինտուիցիան։ Այո։ Հա, որը հավատացում ես ինտուիցիա ունեցող բժիշկներ, իրենք ֆանտաստիկ կերպարներ են։ Իրենք ամեն ինչի հարց կարող են լուծել։ Քիչ են, բայց կան ու շատ լավ է դա։ Բայց մեծ բժիշկ են ասում։ Դրա համար արհեստական բանականությունը վատ բան չի, այդ ընկերությունը պետք է անել, վախենալ պետք չի, բայց նաև չափից ավել հույս դնել բանականության վրա ճիշտ չի։ Շնորհակալ եմ շատ։ Ձեր հեռուստատիտողներ հիշեցնեմ, որ զրուցակիցս Առողջապահության նախարարության Արհեստականության եւ Մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանն էր։ Առաջարկում եմ չփոխեք ձեր հեռուստաալիքը, քանի որ արխիվում եւս հետաքրքիր զրույց ունենք։ Շնորհակալ եմ շատ մեծ հատկացված ժամանակի համար եւ որպես մեկնարկ, այսօրվա մեր զրույցի խնդրում եմ ասեք ինչ ասել է շուրթերի պերմանենտ դիմահարդարում։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Ասեմ, որ հիմնական դիմահարդարումը դա կոսմետիկ գործընթաց է, որի ժամանակ ներկը ներթափանցում է ենթամաշկի շերտեր եւ արդյունքում թողում է շատ գեղեցիկ երանգ։ Հիմնական դիմահարդարումը ոչ միայն կատարվում է գեղեցկությունը շեշտելու համար, այլ նաև այն կատարվում է որոշ թերություններ շտկելու համար, որոնք կարող են լինել բնականից, ինչպես բոլորս գիտենք, անհավասար հոնքեր, շրթունքների հաստուբարակ լինելը, աչքի կոպերի կախվածության դեպքում, բլեֆարոպլաստիկայից կամ թեկուզ հերպեսից մնացած որոշ սպիեր քողարկելու համար։ Հիմնական դիմահարդարում կատարվում է հոնքերի, շուրթերի, աչքերի, ինչպես նաև այտերի շրջանում։ Քանի որ ես այսօր կատարելու եմ շրթունքներ, ես մի փոքր ներկայացնեմ շրթունքների մասին, այն հիմնականում կատարում են 18 տարեկանից սկսած աղջիկները եւ կանայք, ինչպես նաև մեծահասակները, այդպես տարիք չեմ կարող շեշտել, քանի որ ժամանակի ընթացքում բնական երանգը կորսում է իր ինտենսիվությունը, այն մեծահասակների համար նույնպես անհրաժեշտ է։ Իհարկե հասկանալի է, որ բոլոր նրանք, ովքեր, եթե այսպես մեկ խոսքով ասելու լինենք, բոլոր նրանք, ովքեր ուզում են ընդգծել գեղեցկությունը կամ որոշակի թերությունները կոծկել, ապա կարելի է դիմել միջամտությանը, բայց մենք լավ գիտենք, որ այս կյանքում ցանկացած միջամտություն, որն արվում է մարդու մարմնի վրա, ունի նաև իր հակացությունները, թե դրանք հարաբերական են, թե բացարձակ են, սա արդեն հարցի մյուս կողմն է, որին ուզում եմ դուք անդրադառնաք։ Այո, իհարկե, կան որոշ հակացություններ, դա կարող է լինել բարձր ջերմաստիճանի ժամանակ, շաքար ունեցող մարդիկ, արյան մակարդելիության հետ կապված մարդկանց չի կարելի անել, ինչպես նաև երբ որ շրթունքի դեպքում, եթե մարդը հակում ունի գերպեսից, ցանկալի է նախօրոք խմել անտիգերպես
դեղորայք, թեկուզ 2 օր առաջ, հետո պրոցեդուրայից առաջ 3 օր հետո։ Ալերգիայի սուր ժամանակ, նաև արյան հետ կապված որոշ խնդիրներ։ Նախքան պրոցեդուրան սկսելը մենք 1-2 օր առաջ նախապատրաստում ենք հաճախորդին պրոցեդուրայի, որովհետև այն մարդիկ, ովքեր ունեն հակում գերպեսի հանդեպ, մենք նախորոք խորհուրդ ենք տալիս նրանց խմեն անտիգերպես դեղեր, թեկուզ 2 օր առաջ եւ պրոցեդուրայից հետո 3 օր հետո, որպեսզի այն չառաջանա։ Եվ բացի այդ 1-2 օր առաջ չի կարելի ուտել շատ յուղոտ, կծու, թթու ուտելիքներ, ինչպես նաեւ խմել ալկոհոլ, իսկ սուրճը խմել պրոցեդուրայից 2 ժամ առաջ։ Նաեւ հետո ես ձեզ կասեմ պրոցեդուրայի ընթացքում, պրոցեդուրան վերջացնելուց հետո, երբ որ ես ուղղություն ցույց տամ իմ հաճախորդուն, այդ ժամանակ նույնպես կասեմ, թե ինչպես պետք է խնամել։ Եվ նաև եթե մարմնում կան բորբոքային պրոցեսներ եւ նա ընդունում է անտիբիոտիկներ, հակաբիոտիկներ, այդ դեպքում կամ պետք է ավարտել բուժումը հետո կատարել կամ պետք է դադարեցնել հորմոնալ դեղեր եւ հակաանտիբիոտիկները նոր կատարել պրոցեդուրան։ Եվ մինչև արդեն աշխատանքային ընթացքին հետևելը, կխնդրեմ նաև այս տարվա տրենդներից, տեսակներից, նորաձևությունից էլ 1-2 նախադասություն ասեք։ Շատ լավ։ Մեր շրթունքի հիմնական դիմահարդարման ձևերն են ավելի շատ կախված են դրանք տեխնիկայից, տեխնիկաները ակվարելնի տեխնիկա, կոնտուր ստվերումով եւ լինում է full lips։ Full lips-ը դա կարծես շրթներ կքսված լինի, ակվարելի տեխնիկան շատ նուրբ երանգ է տալիս շրթունքներին եւ նրանք պահպանվում են կախված գույնից եւ հետագա խնամքից։ Հետագա խնամքը, քանի որ նույնիսկ ուլտրամանուշակագույն ճառագայթներից էլ է անցնում տատուաժը, այդ դեպքում պետք է SPF օգտագործել, իսկ միջինը որքան կտևի կպահպանվի։ Միջինը երևի տարի ու կեսից 2 տարի։ Բավականին շատ է։ Այո։ Տրենդի մեջ է ավելի շատ ակվարելնի տեխնիկան, կատարվում է փոշեդրման տեխնիկայով, որը որ ես ձեզ այսօր ցուցադրելու եմ, պահպանվում է 1.5-ից 2 տարի։ Շատ լավ, ինչպես ասում են, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ լսել, այնպես որ առաջարկում եմ գործնականում տեսնենք մասնագետն ինչպես է աշխատում եւ հերթական լավագույն արդյունքի ականատեսը լինենք։
Around with guys like me till sundown. When I come through, I need a groove like you, yeah.